Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մեհրաբյան։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Ձեզ եմ շնորհակալ, պարոն Մեհրաբյան։ Պարոն Մեհրաբյան, Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունը հրապարակված տարեկան զեկույցում անդրադարձ է կատարել նաեւ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին տեղի ունեցած իրողություններին, նախ շատ դրական է գնահատել օգոստոսի 8-ին տեղի ունեցածը, խոսել է թե խաղաղության նախաստորագրված պայմանագրից, թե թրիփ նախագծից, բայց հետաքրքիր ընդգծում է արել, որ այնուամենայնիվ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության վերջնական կայացման համար դեռևս կան խոչընդոտներ եւ նշում է Ադրբեջանի եւ Իլհամ Ալիևի հայտնի պահանջը, որ սահմանադրությունը պետք է փոխվի։ Ընդհանուր առմամբ հասկանանք ինչի մասին է այս հայտարարությունը եւ իսկապես օրինակ սահմանադրությունը այդքան մեծ խոչընդոտ է խաղաղության ճանապարհին, թե այլ խոչընդոտներ կան, պարզապես սա լավ առիթ է Ադրբեջանի համար օգտագործել այս փաստը, որպեսզի ձգձգի այդ գործընթացը։ Ինքնին այն փաստը, որ Ադրբեջանը հենց այդպիսի քաղաքականություն է որդեգրել, ինքնին փաստը արդեն իսկ խոչընդոտ է եւ խոչընդոտ է ոչ միայն խաղաղությանը, այլև Հայաստանում առողջ այդ սահմանադրական process-ին, հա, նոր սահմանադրության ստեղծման process-ը, այսպես ասենք, ականապատվում է, հա։ Մինչդեռ Հայաստանը ինքը իր շահագրգռվածություններն ունի նոր սահմանադրություն ունենալու, պետությունը վերահիմնադրելու, եթե կուզեք, դրանով իսկ, հա, եւ նոր պատմության նոր դարաշրջան սկսելու համար։ Եվ այդ երկու գործընթացներին էլ եւ ներքին եւ տարածաշրջանային, այո, դա խոչընդոտում է։ Եվ դա էլ փաստում է հետախուզությունը արտաքին մասով, հա, այդ սահմանադրական process-ի հետ կապված գնահատական չտալով, բայց այնուամենայնիվ պարզ է ինչի մասին է խոսքը։ Ընդ որում սա մի հարց է, որը միշտ բաց տեքստով Պաշտպանական Երևանը տարբեր մակարդակներով վարչապետ, արտգործնախարար, անվտանգության խորհրդի քարտուղար, օրենսդիրներ միշտ իրենց կատեգորիկ անհամաձայնությունն են հայտնել նման մոտեցմանը եւ ըստ էության հայտարարել են, որ նաև որ մեր սահմանադրական process-ը դա մեր ներքին process-ն է եւ կապ չունի եւ չի կարող ունենալ Ադրբեջանի մտածածին այդ պայմանների, նախապայմանների հետ, ինչպես եւ խաղաղության պայմանագիրը, այդ ամենը թողնելով Ադրբեջանի ներքին խոսակցության հարթության վրա եւ կարծում եմ դա ճիշտ է։ Իսկ Ադրբեջանում այդ ընկալումը կա, որ իրենք ականապատում են գործընթացը, միտումնավոր է դա արվում, թե հակառակը։ Դե տեսեք, ոմանց մոտ կա այն միամիտ ընկալումը, որ դա իրոք խոչընդոտ է։ Մինչդեռ այո, կան նաև մարդիկ, ովքեր ասում են, դե Ալիևը չի կարող միանգամից սենց արագ գնալ խաղաղության, որովհետև ներսում կարող է ի վերջո այդ պետականորեն ներմուծված այդ թշնամանքի ռոպագանդայից հետո ուղղակի դեմքը կորցնելու խնդիր կարող է ունենալ Ալիևը, հետևապես ելքը քայլ առ քայլ այդ process-ին գնալն է եւ այդ դանդաղ քայլերի ընթացքում ժամանակի մեջ այդ թշնամանքը տարալուծելը։ Պարոն Մեհրաբյան, ու որպեսզի դա էլ այսպես ասենք հիմնավորում ունենա, Ալիևը այդպես է հիմնավորում։ Դա ասում են ոմանք էլ ասում են, որ դա ուղղակի մատից ծծած բան է, որովհետև ի վերջո եթե Հայաստանը ուզենա ռևանշի ճանապարհով գնա, իր սահմանադրությանը չի էլ նայ այնտեղ ինչա գրած, ինչ չի գրած։ Եվ ըստ էության ես այդ երրորդ տեսակետին եմ ավելի կողմնակից, ոչ պայմանագրին կնայեն, ոչ մի բանին էլ պատերազմ սկսողները չեն նայում նման բաներին, հա։ Եթե հիմնավորել է պետք, ապա միլիոն հիմնավորելու ձևեր կգտնվեն,
մանավանդ 21-րդ դարի 20-ականներին օգտագործելով նաև արհեստական բանականության Դեպ հիմա վերջին շրջանում շատ ակտիվ հիմա այսպես տրենդ է դարձել։ Այո։ Այնց որ ես այնուամենայնիվ զգացողություն ունեմ, որ Ալիևն էլ է լավ հասկանում, որ ըստ էության մեզ հղում այդ անկախության գործընթացի մեկնարկի մասին այդ հռչակագրին մեզ պետք չի, որովհետև դա ես համաձայն եմ այդ գնահատականի հետ, դա կոնֆլիկտի հռչակագիր է եւ ըստ էության դրանից բխող էլ կախվածության հռչակագիր, հա, որովհետև դա առանց այլոց պրոտեկցիայի, այսպես ասենք, ընդ որում շատ կոշտ պրոտեկցիայի, այդ օրակարգը ըստ էության անիրականանալի է։ Հետևաբար, եթե դու այդ օրակարգն ես վերցնում, դա իր հետ բերում է նաև այո կախվածություն, նոր կախվածություն, սովետական կախվածությունը մի կողմ դրվեց եւ տեղը եկավ այսպես պոստսովետական կամ նեոսովետական կախվածություն, ինչը մինչև հիմա էլ հաղթահարված չէ։ Եվ դա ցանկացած պահի կարող է վերածվել էլի նույն սովետականի նման կոշտ ինչ որ կայսերական կախվածության։ Եվ ըստ էության տեսեք Ռուսաստանի ռազմավարությունը ինչի վրա է հիմնվում։ Հիմնվում է այն մտքի վրա, որ Հայաստանը դա ժամանակավորապես կորցրած տարածք է եւ ինչ որ X պահի այն պետք է վերադարձնել։ Եվ Հայաստանում ընտրությունները դրա համար շատ լավ առիթ են։ Եվ Ռուսաստանն էլ իր ողջ ռեսուրսը մոբիլիզացրել է այդ նպատակին հասնելու համար եւ դրա համար էլ գործադրում է այսպես բազմաշերտ ջանքեր թե Հայաստանի ներսում, թե իր մոտ, թե ֆինանսների մոբիլիզացիա, մարդկանց մոբիլիզացիա, շանտաժով, պրոպագանդայով։ Մենք Ռուսաստանին անպայման դեռ կանդրադառնանք ու նախընտրական շրջանին ու թե նաև որքանով կապ ունի ընտրությունը, ընտրության արդյունքները խաղաղության լինել չլինելու վրա, բայց սահմանադրության մասով արդյոք Ադրբեջանում կա այդ ընկալումը, որ իրենց այդ հայտարարությունները, որ Հայաստանը պիտի փոխի սահմանադրությունը, ավելի շատ խոչընդոտներ են առաջացնում հենց ներսում, մենակ գոնե էմոցիոնալ ֆոնը, գիտեք, եւ ընդդիմությունը երեկվանից արձագանքում է, որ տեսեք, իսկապես հենց Ալիևի պահանջն է, որ սահմանադրությունը պիտի փոխվի։ Հիմա Ադրբեջանում միտումնավոր են անում։ Ներողություն։ Դա չի նշանակում։ Ալիևը կարող է պահանջել, որ արևը դուրս գա արևելքից։ Ուրեմն մենք ըստ այդմ, հա, այդ տրամաբանությամբ պետք է դեմ լինենք նրան, որ արևը դուրս գա արևելքից, ինչա թե Ալիևը պահանջել է։ Դե կներեք, տենց չի էլի։ Բազմիցս ասվել է, որ սահմանադրությունը ինչպիսին պետք է լինի, ինչպիսին պետք է չլինի։ Դրա մասին ես եւ դուք կարող ենք վիճել կամ բանավիճել, ինչքան ասեք, որքան ասեք, որտեղ ասեք։ Բայց այս խոսակցության մասնակից չի կարող լինել Ալիևը կամ Ադրբեջանը կամ Ադրբեջանի որևէ քաղաքացի, որովհետեւ սա մեր սահմանադրության մասին է։ Եկեք ֆիքսենք։ Հաջորդը, լավ, ասենք թե հենա ասում են կա արդեն նախագիծը, որը դեռ չենք կարդացել։ Մարտին պիտի հրապարակվել, բայց ավելի ուշ կլինի։ Հրապարակվի, դե ուշ կհրապարակվի, կարդանք կտեսնենք։ Հիմա ես մի հիպոթետիկ օրինակ եմ ասում։ Ասենք թե այդ սահմանադրության նախագիծը օրինակ եմ ասում, իշխանությունների տարանջատման, հա, կամ զսպումների եւ հավասարակշռումների մեխանիզմների տեսակետից իմ դուրը չի գալիս։ Հնարավոր է դա, հնարավոր է։ Ես որոշում եմ գնամ դեմ քվեարկեմ։ Հիմա ինձ ստացվում է ես դեմ եմ խաղաղությանը։ Էլի աբսուրդ է, հասկանու՞մ եք։ Հաջորդ հանգամանքը մենք ունենք օրենսդրություն հանրաքվեի մասին, ըստ որի ընտրողների 50%-ը պետք է մասնակցի։ Մեր ընտրողներն էլ ասենք ինչ որ կարող է
թամբալ են, ասենք, թե չեն գալիս քվեարկելու, ուրեմն ինչ սա կազուս բելի է։ Այսինքն Ադրբեջանի այդ ասածը, որ աբսուրդ է, դրա մասին կրկնում եմ, պաշտոնական Երևանը բազմիցս ասել են, որում շատ կատեգորիկ ձևով։ Մյուս կողմից էլ նաև տրամաբանությունն է հուշում, որ չի կարող մեկը մյուսին կապվել։ Այնուամենայնիվ ես ներքին զգացողություն ունեմ, որ փոխկապակցվածության ձևավորումը պետք է արագացվի։ Ոչ թե սահմանադրությունն է խնդիր, այլ RЖD-ն է խնդիր, որովհետև այդ փոխկապակցվածությունը պետք է օր առաջ ստեղծվի եւ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է սկսեն տնտեսական համագործակցություն, թե կոմունիկացիոն, թե առևտրային ոլորտներում եւ դա ըստ էության հիմք կստեղծի, իրական հիմք կստեղծի խաղաղության համար։ Այսինքն այդ սահմանադրությունը փոփոխելու պահանջը իմիտացիա է իրականում։ Ինչ որտեղ այո, Ալիևը, որովհետև ոնց որ թե որթե գրել է դանդաղ ընթանալու իր ներսում, այսպես կրքերը հանգստացնելու, այդ թշնամանքը տարրալուծելու, ընտելացնելու, հա։ Տեսեք, բառացիորեն ասում է, դե մենք էլ ենք սովորում ենք խաղաղությանը եւ այլ։ Դա նաեւ իր ժողովրդին է ուղերձ, չէ։ Հիմա էլ եմ ասում 20-30 տարի պետականորեն այդ մարդկանց մտքի մեջ ներդրել են թշնամանք հայության, Հայաստանի ամեն ինչ հայկականի նկատմամբ։ Դա հիմա այս ամենը պետք է հետ ողորմի արվի։ Միանգամից դժվար է։ Պետք է դանդաղացնել։ Դե դանդաղացնելուն էլ պետք է ինչ-որ անուն դնեն։ Դե ասում են սահմանադրություն ու հաշվում են այդ սահմանադրությունը դե երբ կլինի։ Երբ կլինի, ընտրություններ կլինի, մի հատ տեղ կտեսնենք։ Մի հատ էլ որոշ ժամանակ կանցնի սահմանադրության նախագիծը կտեսնենք։ Հետո էլ կասենք, հա դե լավ, ձեր ներքին գործն է եւ այլ, բայց կարևորը որ խաղաղությունը առաջ է ընթանում, տեսնում ենք դե պատերազմը լավ ինչքան հավերժ 100-ամյա պատերազմն էլ 101-րդ տարում ինչ որ ձևով ավարտվեց, էլի, հա։ Ուրեմն չէ որ բոլորը գոհ էին, էլի։ Այդ եւ այնպես։ Ոնց որ այստեղ ժամանակը պետք է մեղմի այդ սուր անկյունները, այս հաշվարկով են գրում, դե նաեւ որովհետեւ եկեք չմոռանանք Ալիևը ավտորիտար ռեժիմի ղեկավար է եւ նա միշտ պետք է իր ժողովրդի առաջ լինի ուժեղ, հա, որովհետեւ եթե նա ուժեղ չի, նա խնդրեմ է ունենում, որում ներքին կայունության խնդիր է ունենում։ Այս հարցերն էլ Ալիևն ունի։ Եվ պլյուս դրան էլ գիտեք ինչ, պատերազմը Իրանում ըստ էության օբյեկտիվորեն բարձրացրեց մեր տարածաշրջանում խաղաղության ռազմավարական արժեքը։ Ինչպես պարոն Մերհաբյան, կխնդրեմ։ Որովհետև այնտեղ պատերազմը, իսկ այստեղ խաղաղություն։ Այս խաղաղությունը դարձավ ավելի թանկ, նաև տնտեսական տեսակետից։ Դե նայեք, ասենք օդային թրաֆիկը աշխարհագրությունը, հա։ Այդ թրիփը օդում արդեն աշխատում է։ Այսինքն այն որ մեզ ասում էին փոքր ենք, ոչ մեկի պետք չէ։ Այո, եւ ստացվեց այսօր ոչ միայն պետք ենք, այլև այսպես ասենք միջազգային ուղևորափոխադրումների կիզակետում ենք։ Կենսական կարևորություն։ Այո, միջմայրցամաքային ուղևորափոխադրումների, հա։ Եվ դեռ երկար ժամանակ դեռ այսպես կլինի։ Դե մնացածն էլ կապրենք, կտեսնենք։ Ի վերջո էլ եմ ասում, սա process է։ Ու ասել եմ դրա մասին, պետք է կրկնեմ, որ խաղաղությունը դա ամենօրյա աշխատանք է խաղաղության համար եւ ամենօրյա պայքար է խաղաղության համար, այդ թվում նրանց դեմ, ովքեր փորձում են խափանել խաղաղություն։ Այդտեղ մենք ունենք խնդիրներ։ Այդտեղ մենք ունենք խնդիրներ, եւ այստեղ ես ունեմ լուրջ անհամաձայնություններ ձեր սիրելի կառավարության
որդեգրած քաղաքականության եւ պրակտիկայի հետ։ Որոնք են այդ անհամաձայնությունները, պարոն Մեհրաբյան։ Որովհետեւ կառավարությունը զբաղվում է եւ վարչապետը զբաղվում է միայն խնդրի արձանագրմամբ։ Ու իմ մոտ հարց է առաջանում, ինչ անեմ ես այդ արձանագրման հետ։ Երեկվա ճեպազրույց։ Սրանք գալիս են սեպտեմբերին նոր սեպտեմբերյան պատերազմ հրահրելու։ Վերջակետ։ Հիմա հարց եմ տալ, ես ինչ անեմ դրա հետ։ Կասեք իմ անելիքը որն է այդտեղ։ Ու կասեք ինձ ձեր անելիքը որն է այդտեղ։ Միգուցե անում են, բայց նաև հայտարարում են դրա Բացատրեն ինչ են անում։ Ու ընդ որում տրամաբանությունը բացատրեն անելիքի, պարտադիր չի կոնկրետ ինչ ոնց։ Որովհետև այդ սեպտեմբերի նոր պատերազմ հրահրողներ նշանակում է դրանք հանցագործ են։ Ճիշտ է։ Ճիշտ է, չէ՞։ Ահա։ Հիմա բնականաբար այո հանցագործ են, թե մեր սիրելի ոնց են ասում, հարգելի ընդդիմադիր գործընկերներ են։ Պետք է այս գժանոցը փակել է պետք։ Ի վերջո ես էլ եմ ասում, ամեն ինչը պետք է լինի ռացիոնալ դաշտում, եթե կա խնդիր, այդ խնդիրը պետք է ունենա լուծում, այլ ոչ թե միայն խնդրի արձանագրում։ Հասկացանք։ Այդ խնդիրը կարող եմ արձանագրել ես, կարող եք արձանագրել դուք, օրը 3 անգամ ուտելուց հետո կամ առանց ուտելու, որտեղ ախորժակն էլ է մարդու փակվում էս վրեդնի ցեխի մեջ։ Բայց սենց չի։ Գժանոցը ինչպես փակել, պարոն Մեհրաբյան, ձեր բառերով ասած։ Ինչ պետք է անել այդ ճանապարհին, այսինքն դատավճիռը իրականացրեք, ձեր հարգելի տիկին գլխավոր դատախազը թող հանրությանը ներկայացնի ինչպես է պատրաստվում կատարել սեպտեմբերի 18-ի ուրեմն մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավճիռը, ըստ որի պետությունը մարդ է սպանել, խախտելով մարդկանց կյանքի իրավունքը։ Տեղի ունեցել պետության զավթում։ Հա, մարտի 1-ի հետ կապված։ Այո, Ֆարմանյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Եվ դա դատավճիռ է Հայաստանի անգործության, որ 2008-ից մինչև 26 թիվը մատեմատին չի խփել եւ շարունակում է չխփել, որովհետեւ այդ դատավճիռը կատարումը ենթադրում է, որ այդ մարդասպան պետության քաղաքական ֆասադը եւ պետության զավթող այդ կազմակերպված քրեական խմբավորման այդ քաղաքական ֆասադը պետք է չթույլատրվի ընտրություններին։ Չկա գնահատական, որ այդ կրիմինալ դիկտատուրայի տարիներին ընտրությունները կեղծվել են շատ կոնկրետ քաղաքական ուժերի կողմից, այն մարդկանց կողմից, ովքեր ունեն անուն ազգանուն։ Հիմա նրանք այսօր հարգելի ընդդիմադիր գործընկերներ են։ Այո, նրանց պետք է ուղղակի դուրս դրվի ընտրություններից։ Այդ մասին հայտարարում են Դա հանրապետական կուսակցությունն է, դա հայ հեղափոխական դաշնակցությունն է, Բարգավաճ Հայաստանն է, Ռոբերտ Քոչարյանն է իր սաստավով։ Հիմա նոր ուժեր կան նաև, ինչպես ասում։ Նոր ուժերն էլ աֆիլիացված են եղել այն ժամանակ էլ նրանց հետ։ Այո։ Էլ չեմ խոսում ես շրջանառվող գումարների մասին։ Միայն Ռոբերտ Քոչարյանի հետ կապված $200 միլիոն գույքի հետ կապված վարույթ կա։ Ու ինքն էլ սպառնում է, թե չի հանգստանալու։ Բա ինչ ես անելու, չես հանգստանալու։ Խելոք կհանգստանաս։ Հենց ճաղերի հետևում հայտնվես։ Ու ոչ թե ճառեր ու ելույթներ ու ասուլիսներ տաս, այլ ցուցմունք արածների համար։ Բայց հարցը ոչ չկա։ Պարոն Մեհրաբյան, Ալիևի ու Ադրբեջանի մասին խոսելիս հետաքրքիր արձանագրում արեցիք, որ ավտորիտար ռեժիմները եւ ղեկավարները խնդիր ունեն, միշտ պարտադիր պետք է ուժեղ Երևան իրենց ժողովրդի աչքերով։ Իրենց պետք է միշտ թշնամու կերպար։ Չկա ավտորիտար ռեժիմ, որը իր կառավարումը ապահովում է առանց թշնամու կերպարի։
վերադառնանք մեր ուժեղներին, որովհետև քաղաքական ուժերի մի ստվար մասը, գիտեք, գալիս է նախընտրական այս շրջանում խոստումներով ուժեղ Հայաստան, ուժեղ բանակ, ուժեղ բռունցք, փորձառու, լավ դաշնակից, ուժեղ դաշնակից։ Ընդ որում Ռոբերտ Քոչարյանը եւ Սամվել Կարապետյանը ինձ թվում է շուտով իրենց թիմերը ուժեղ բառի համար նաեւ մրցակցության մեջ կմտնեն եւ դատի կտան միմյանց այո հերինակային իրավունքի համար։ Բայց հասկանանք այս ուժի իմիտացիան, եթե իմիտացիա է իհարկե, ինչ միտում ունի։ Այս ուժերի տակ ինչ է փաթեթավորվում, այս ուժեղները ինչ են խոստանում Հայաստանին։ Գիտեք, ինչ տարբեր տոտալիտար ռեժիմներ, որոնք եւ տոտալիտար գաղափարախոսություններ միշտ այսպես ուժի, բռունցքի այսպես պաշտամունք են, հա, ներդրել, ընդ որում են խառնակ ժամանակներում, որ մարդիկ էլ գայթակղվեն եւ գնան այդ ուժի բռունցքի հետևից։ Այս մարդիկ լինելով ժողովրդավարության թշնամիներ անում են նույն բանը։ Բայց այլ հարց է, թե ինչ ուժի մասին է խոսքը։ Այստեղ այն դեպքն է, որ բան էլի ռուսերեն ասեմ, էլի «Деньги есть, ума не надо», հա։ Եվ այդ փողն էլ շատ հետաքրքիր ծագումնաբանություն ունի, էլի։ Մենակ չխոսեք բիզնեսի մասին, ինչ բիզնեսմեն։ Դուք կռիշով աշխատող չեկիստների գրպաններ եք ընդամենը, ոմանք ուղղակի իրենց պաշտոնը չարաշահել են, լափել են այդ ընթացքում։ Ոմանք էլ, ասենք, գնացել ստեղ ընդեղ մեզ էլ ինչ կտակ։ Իրանց անունով են ինչ-որ բաներ գրել եւ այլն եւ այլն։ Իրենց անցյալն են պարտակել դրա դիմացն էլ պահանջելով մանր ծառայություններ, որոնք էլ մատուցվել են ըստ այդմ։ Դրա ուժերը ո՞րն է։ Խեղճ ու կարակներ են, կարակն ընկած իրենց պատանդի վիճակից, հա, ու անում են բաներ, անպատիվ բաներ Հայաստանի Հանրապետության դեմ, որ հետո իրենցից այդ վտանգը հեռու պահեն, հա, որովհետև այսօր այս պահի դրությամբ Ռուսաստանում գնում է սեփականության եւ ունեցվածքի նոր վերաբաշխում, Պուտինի ֆաշիստ ընկերները իրար վրա գրում են, իրար վրա բոճկա են գլորում, մեղադրելով այդ մատնագրերով իրար ոչ լոյալության մեջ եւ Ռուսաստանի այսպես կոչված դատարաններն էլ չնայած ֆաշիստական երկրմիջ դատարան ազգայնացման մասին որոշումները դրել են կոնվեյերի վրա, հոսքագծի վրա։ Մեծ մանր անշարժ գործարան հումքային ակտիվներ ձեռս ձեռ են անցնում։ Եվ հիմա ըստ ամենայնի այս մարդկանց առաջ, նաև ըստ մեր տեղեկատվության շատ հայ բիզնեսմենների առաջ, մեծ մանր միջին ռազնարյատկա են դրել, որ այսքան փող եք տալու ու մարդ եք տանելու Հայաստան, մենք կասենք ու մոկտին։ Հիմա սա, այսպես ասենք, հատուկ օպերացիայի տրամաբանությամբ է արվում։ Այսինքն Ռուսաստանի իշխանությունները ստրատեգներ չեն, դրանք օպերներ են, ընդ որում բավականին անմակարդակ, ես կասեի, բայց ահավոր ցինիկ եւ անբարոյական։ Իրանք, այսպես ասենք, օպերատիվ տրամաբանությամբ են առաջնորդվում։ Մենք սա կոչում ենք հիբրիդային պատերազմ եւ սա ճիշտ բնորոշում է, բայց սա նաեւ պետք է պատերազմի տրամաբանություն ենթադրի սրահակազդեցության հետ կապված։ Էլի ուզում եմ հիշեցնել ամերիկացի գեներալ Բեն Հոջեսի այդ ասույթը, որ մենք չպետք է ընկնենք մեր ուղղությամբ արձակած յուրաքանչյուր նետի հետևից։ Մենք պետք է սատկացնենք նետաձիգին։
Ով է նետաձիգը։ Նետաձիգը Ռուսաստանն է, բայց այդ նետաձիգի համար այստեղ 3 մայակ կուսակցություն կա, էլի, որ ասում են այստեղ խփեք։ Դրանք պետք է փակվեն։ Դրանք պետք է դուրս դրվեն ընտրական process-ից։ Հայաստանում, որովհետև ընդդիմությունը չի կարող լինել Պուտինը, հասկանում եք։ Իր 5-րդ շարասյունով կլինի դա, 6-րդ պալատով կլինի, թե Մոսկովսկի ցիրկով կլինի, կապ չունի։ Դրանք տարբեր կերպարանքներով նույն Պուտինն են։ Հետևաբար դրանք պետք է դուրս դրվեն ընտրություններից։ Փոխեք ձեր իրավաբաններին, այն ոնց էին մի խելոքը կար, որ ասում էր, ես դեմ եմ վուլգար վեթինգին, հա, խունջիկ-մունջիկ լինելով։ Հետո էլ իրենց էլ կոչում են կոնսերվատիվ իրավաբան։ Այդ թթվի քարերին հանեք, բերեք իրավաբաններ, հարց լուծող։ Եվ ձեզ ձևը կասեն, այդ թվում նաև Մոլդովայից էլ բերեք։ Եվ ասացի մարտի 1-ի հետ կապված սեպտեմբերի 18-ի դատավճիռը բավական է, որ Ռոբերտ Քոչարյանը իր դաշնակցությամբ եւ Գագիկ Ծառուկյանը չմասնակցեն ընտրություններին։ Եվ Սամվել Կարապետյանի հետ կապված էլ այլ օրենսդրական կարգավորումներ, ասում են, փոխեք ձեր իրավաբաններին։ Հանեք այդ թթվի քարերին ձեր շրջապատից, որոնք միայն փակուղի են տանում ամեն ինչ, այնպես ինչպես փակուղի տարան դատաիրավական բարեփոխումները եւ արդյունքում մենք ստացել ենք այլանդակ մի ինչ-որ իրականություն, որի արդյունքում ստացվում է 2017 թվականի ընտրությունները եղել են ազնիվ։ Իսկ դա նշանակում է 2018 թվականին էլ այդ հեղափոխությունն է ինչ էր որ։ Իսկ որոշ Մոսկվայում ծավալած հավատափոխներ կամ ասենք չեկիստ պրավասլավնի եզրասի նմանները ասում են, որ բան է եղել, պետական հրաշրջում է եղել, ապօրինի, հակասահմանադրական, հասկանում եք, ուրատանում սա, եւ այս էլ ձեր դատական ռեֆորմի շնորհքը, բարի ախորժակ, դե կերեք, երբ որ ասում էին ժամանակին, դուք խելքները դրել էիք ում խելքին, ձեզ փակուղի տանողների, դե հիմա տակից դուրս եկեք։ Պարոն Մեհրաբյան, որ ասում եք նաև պետք է մասնագետներ բերել Մոլդովայից, տեսեք, այդ փաստը Եվրամիության աջակցությունը նաև հիբրիդային պատերազմի դեմ եւ գիտեք շուտով նաև արագ արձագանքման խումբ է գալու Հայաստան։ Ցնցումներ է առաջացնում, չեմ վախենա այս բառից, իսկապես ցնցումներ է առաջացնում խորհրդարանական ընդդիմության շրջանակներում։ Նշանակումը ճիշտ քայլ է, որովհետեւ նրանց ցնցումները ինդիկատորի դեր են կատարում, որ հենց նրանք ցնցվում են ապա մտածեք, թե ինչն եք դուք ճիշտ անում։ Եթե նրանք գոհունակություն են հայտնում, ապա նստեք մտածեք, որտեղ եք դուք սխալվել։ Բայց մեղադրում են, ասում են, ինչու եք Եվրամիության միջամտում։ Լավ ենք անում, ինչի համար, որովհետև դուք, որ մեր վրա ռուս չբերեք։ Այ դրա համար։ Որ դուք այլևս քաղաքականությամբ չզբաղվեք, այո։ Հենց դրա համար, ինչ կա տեղ զարմանալու, որ դուք դիվերսիաներ չկարողանաք շարունակել Հայաստանի ինքնիշխանության դեմ։ Այո, հենց դրա համար, այո։ Որովհետև մեր կարողությունները ցավոք սրտի 8 տարվա մեջ այն կոնդիցիայի չի հասել, որ բավարարի եւ մենք կարողանանք առանց օժանդակության ձեր դեմն առնենք։ Այո։ Եվ ձեր Մարիա Զախարովաների, ձեր այլևալ երևելիների եւ սրբերի դեմ, այո։ Բայց չէիք ուզում։ Այսինքն դուք ուզում եք, որ բանա, հա, նենց վիզներս դեմ տայինք ձեր կացնին։ Էդ էիք ուզում։ Չի լինելու դա։ Պարոն Մեհրաբյան, իդեպ Մարիա Զախարովան Եվրոպական խորհրդարանում վարչապետի հայտարարությանն է անդրադարձել, ասում է այնտեղ KGB գործակալ անվանել է հոգևորականներին, այդ կերպ փորձում եք շոյել եվրոպական լսարանի ուշադրությունը եւ այնտեղ ձեր վարկանիշը բարձրացնել, ու հետո ասում է ռուսատիացություն եք տարածում։ Շատ են մեղադրում, հատկապես ընդդիմադիր շրջանակներն էլ
խորհրդարանական ընդդիմադիր շրջանակներն էլ են մեղադրում, որ այս իշխանությունները ռուսատյաց են եւ նման քաղաքականություն Թույլ տվեք իմ գոհունակությունը հայտնել ձեր այդ տերմինաբանական ճշգրտման համար, որովհետեւ ընդդիմությունը ես եմ։ Ընդդիմությունը չի կարող լինել պետության ինքնիշխանության թշնամի։ Եվ հակառակը, թշնամին չի կարող լինել ընդդիմություն։ Մեկ, երկրորդը։ Իսկ Մարիա Զախարովային պաշտոնական Երևանն ինչու չի ասում, ինչու եք ձեր անլվակ հիթմռութը մտցնում մեր ներքին գործերի մեջ։ Կարող եք ասել։ Որ իրավունքով։ Ինչ ենք անում, ինչ չենք անում։ Մենք քննարկում ենք դուք ձեր ներսում ինչ եք անում։ Այ ֆաշիստներ։ Ինչ անում ձեր գեստապոն։ Ինչ անում։ Մենք որ դնենք քննարկենք, դուք տակից դուրս չեք գա, շունը ձեռներից հատ չի վերցնելու։ Մենք ուղղակի այն ինչ որ ձեր ներքին հարցն է, թողնում ենք ժամանակ չունենք զբաղվելու դրանով, բայց իրենց մոտ դա արդեն ազգային սովորույթ է դառել, անլվակ հիթմռութը մտցնել ուրիշի գործերում, սահմանից հանել դուրս։ Դե գիտեք ինչ, դա տիպիկ ռուսական մանր քրեականի պահվածք է։ Եվ պրակտիկան ցույց է տալիս, որ այդ պահվածքը միանգամից փոխվում է, երբ դեմ են տալիս ուժ եւ կանգնեցնում են փաստի առաջ, որից հետո հետևում է իզվինի դրուգ։ Իսկ նույն Մարիա Զախարովան էլ լպիրշավարի, այո, հռհռում էր Հայաստանի արտաքին քաղաքականության վրա, եվրոինտեգրման քաղաքականության վրա, ինչի համար, որովհետև տեղ ենք տվել։ Վարչապետի քաղաքականության վրա, հայտարարության վրա։ Դեմոնստրատիվ, հռհռալով։ Չէ, ես հասկանում եմ, թե Ռուսաստանի արտգործնախարարությունը եւ իր այդ մամլոյցարայությունը ինչ հակասանիտարական երևույթ է, հասկանում եմ։ Հա, բայց կներեք մեզանից, որպեսզի նրանք ձեռ քաշեն, դրա դիմաց Հայաստանը գործնական քայլերով պետք է անի, օրինակ, որ այդ հռհռոցի դիմաց, օրինակ, Ռոսատրուդնիչեստվոդ կփակենք։ Դե գնա հիմա էլ մի հատ էլ հիմա հռհռա։ Օրինակ, տարական բաներ չի արվում։ Սպուտնիկ, ինչ Սպուտնիկ։ Կարող եք ինձ բացատրել։ Համասում եք հիբրիդային պատերազմը, Եվրամիություն, եկեք, բան եւ այլ, Ամիրյան փողոցի վրա Սպուտնիկը դուք եք նստացրել։ Ինչ խորհուրդ եք ուզում, որ Եվրամիությունը ձեզ տա։ Ինչ օժանդակություն եք ակնկալում։ Գործ ունեք անելու, դրեք արեք։ Ֆիքսում եք հասցեն, չէ, որ հիբրիդային պատերազմ է, ումից է հիբրիդային պատերազմը, ովքեր են սրանք, ովքեր է խաթարում մեր խաղաղությունը։ Բայց այդ մետաստազները թողել եք մեր ներսում։ Հետո էլ խոսում եք բալանսավորումից։ Լավ, մենք ինչ անենք դրա հետ։ Հետո էլ արձանագրում եք, որ այսինքն սեպտեմբերին պատերազմ են հրահրում։ Շատ ուրախ եմ եւ վերջակետ գնացինք տներով մինչ նոր հանդիպում։ Հետո Կանք դրան, պարոն Մեհրաբյան, որքանով գալիք ընտրությունները եւ հատկապես ընտրությունների արդյունքները կապ ունեն խաղաղության հետ, խաղաղության հետագա կայացման հետ, այսպես ասեմ, կամ խաղաղության կամ պատերազմի հետ։ Ինչ ռիսկեր ու վտանգներ կան այդտեղ։ Այս ռուսական պրոքսի ուժերը, բոլոր նրանք, ովքեր մեզ վրա Ռուսաստան են խոստանում բերելու, ապա չի որ սրանք տենց ռազմատենչ, չգիտեմ, ֆանատիկոսներ են, բացարձակ։ Այս մարդիկ բացարձակ բարոյական են եւ նույնիսկ այո պատրաստ են թեկուզ եւ պատերազմ լինի, միայն իրենք հասնեն իրենց Հայաստանի ներսում իրենց նպատակների։ Վարչապետը շատ ճիշտ էլ ասում է, հա, որ պատերազմ, որի արդյունքում Հայաստանը կունենա տարածքային կորուստներ եւ սուվերենության վերացում, չէ՞։ Բայց մարդիկ ոնց են դառնում ձեր հարգելի ընդդիմադիր գործընկերները, ես չհասկացա։ Դա հանցագործություն է պետության դեմ, որը պետք է կանխվի։ Որովհետև եթե այն իրականանա,
ապա այլ կանխել post factum այլևս չի լինի, արդեն ամեն ինչ կորած կլինի։ Ու դա ով պետք է անի։ Եթե ոչ պետությունը։ Մուրճի վրա բանտիկ կապել դրել եք սեղանին։ Բա ուր մնաց մուրճը։ Վերադառնալով Ադրբեջանին, Ադրբեջանում էլ սպասում կա ընտրությունների հետ կապված եւ հատկապես արդյունքների հետ կապված։ Դե ճիշտն ասած, ես դատողություն կարող եմ անել ոչ այնքան նրանց մամուլից, որովհետեւ մամուլը միանգամայն կառավարելի է։ Բայց սոցիալական մեդիայից ադրբեջանական սեգմենտը նայելուց այդպիսի տպավորություն եմ ստանում, որ այո, անհամբեր սպասում են, թե Հայաստանում ինչ կլինի, շատ լավ հասկանալով, որ Հայաստանի հետ այս գործընթացը թե ինչպես կընթանա, այո, նաև մեծապես կախված է հունիսի 7-ի ընտրություններից։ Չէ, որովհետև ռացիոնալիզմը դա է էլի հուշում, որ այդ կախվածությունը կա եւ կա այն ընկալումը, թե ով է դեմ այդ խաղաղության, որում այնտեղ էլ, այստեղ էլ, այո, Ռուսաստանն է դեմ, որովհետեւ եթե չկա կոնֆլիկտ, կա խաղաղություն, Ռուսաստանն այստեղ անելիք չունի։ Ռուսաստանն իր էքսկլյուզիվությունը կորցնում, ել չեմ խոսում վերահսկողության մասին։ Էլ չեմ խոսում նրա մասին, որ էլ մեզ, ասենք, ինչից պետք է գա փրկի, կարող եք ասել։ Ահա եւ ողջ ճշմարտությունը։ Եվ հետեւաբար ինչի մասին են լինելու ընտրությունները, պարոն Մեհրաբյան։ Ընտրությունները լինելու են Հայաստանի Հանրապետության մասին։ Հայաստանի Հանրապետության սուվերենության, ժողովրդավարության եւ զարգացման, հանուն որի էլ այո, մեր կուսակցությունը, հանուն հանրապետության կուսակցությունը ընդլայնված ցուցակով եւս մասնակցելու է, համարելով, որ այս օրակարգը, որը Հայաստանը ստանձնել է, չի կարող լինել մի քաղաքական ուժի օրակարգ, մի առաջնորդի օրակարգ կամ մի ընտրության օրակարգ, որովհետեւ սա պետք է մեր պետությանը եւ այստեղ պարտականություն եւ պատասխանատվություն ունենք բոլորս եւ մենք չենք պատրաստվում իշխանության հետ վիճել դա պետք է թե պետք չի, բայց մենք լուրջ բանավեճ ունենք իշխանության հետ դրա խորության, որակի եւ տեմպի հետ կապված, հա։ Դեպապես մենք անելիք ունենք պարլամենտում եւ հենց այդ հայտով ենք ներկայանում հանրությանը։ Շնորհակալ եմ, պարոն Մեհրաբյան։ Հիշեցնեմ, որ զրուցում էի հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ, կհանդիպենք։